Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ հերթական զրույցը սկսելուց առաջ նորից ոչ դժվար բան եմ խնդրելու, պիտի խնդրեմ օգնել մեզ տարածելու այս հաղորդումը, նպատակ ունենալով ոչ միայն ճեղքելու մեր դեմ տարվող տեղեկատվական շրջափակումը, այլև այս հաղորդման միջոցով ավելի մեծ թվով մարդկանց իրազեկելու այն ամենի մասին, ինչ կատարվում է այսօր մեր չկայացած քաղաքական դաշտում։ Չկայացած, որովհետև այդպես էլ չունեցանք բոլոր այն ատրիբուտները, որոնք անհրաժեշտ են առողջ քաղաքական դաշտ ունենալու համար։ Չունեցանք ազգային իշխանություն, որը կիրականացներ քայլերի այն հաջորդականությունը, ինչը կբերեր ի վերջո ժողովրդավարական, ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների։ Հուսանք մենք այդ ճանապարհին ենք։ Պատահական չխոսեցի քաղաքական դաշտի չկայացածության մասին, քանի որ մեր այս աղետալի վիճակի պատճառներից մեկն էլ հենց դա է։ Երբ քաղաքական դեմքերը փոխանակ զբաղվելու քաղաքականությամբ, երկիրն այս փոսից դուրս քաշելու առաջնային խնդիրներով, եթերները լցնում են միմյանց վրա ցեխ շպրտելու գործին։ Մենք էլ ստանալով բազմաթիվ նման հարվածներ, որոնք նպատակ ունեն սևացնելու մեզ, ապա տեղեկատվություն տարածելու մեր մասին, որպեսզի մեր շուրջ համախմբումը չկայանա, ստիպված ենք արձագանքել ակնհայտ զազրախոսություններին ու զրպարտություններին։ Հակաբլեֆ հաղորդաշարի յուրաքանչյուր թողարկման ժամանակ մենք կանդրադառնանք այն գործիչներին ու նրանց մանիպուլյացիաներին, ովքեր բևեռի հայանպաստ գործունեությունը չեզոքացնելու նպատակ ունեն։ Այսօր կանդրադառնամ քաղաքական դաշտի նիկոլական մի կերպարի, ում նույնպես հանգիստ չի տալիս բևեռի գործունեությունը, ով իր թանկ ժամանակը չի խնայում պարբերաբար բևեռին վարքաբեկելու, զրպարտելու ապարդյուն գործի համար։ Խոսքը Տիգրան Խզմալյանի մասին է։ Վերջերս լսեցի ինչ-որ բլոգերների եթերում նրա հերթական ստախոսությունն ու զրպարտությունը։ Այս մարդը քաղաքական դաշտում իր անհաջողությունը, հատկապես գերագույն գլխավոր դավաճանի ձեռքը պարբերաբար սեղմելուց ու բոլոր եթերներում նրան արդարացնելուց հետո հանրության կողմից սատարում չստանալու վրեժը մշտապես փորձում է հանել բևեռից։ Մեջբերենք այս հաղորդման ժամանակ առանց ամոթի զգացումի նրա արտահայտած ստերից մի հատված։ Տեսեք, բևեռը ստեղծվեց որպես սասնածռեր եւ Հայաստանի Եվրոպական կուսակցության դաշինք, որտեղ կար ժողովրդավարական մաս, դա ենթադրվում էր Եվրոպական կուսակցություն, իսկ իրենք ազգային մասն են իրենց վրա կրում եւ մենք պայմանավորվել ենք այդ դաշինքը պահպանել ընտրությունների համար։ Ընտրություններից առաջ մեզնից պահանջեցին, որ Եվրոպական կուսակցությունը ընտրություններին չմասնակցի որպես կուսակցություն, այլ միայն մեկ կամ երկու հոգի մեզ առաջարկեցին ԱԺԲ-ի խորհրդի անդամներին մտնել իրենց ցուցակի մեջ։ Ես զարմացա եւ ասացի, բայց մեզ համար խիստ կարեւոր է, որ մենք ինչպես կառուցեցինք դաշինք, այսպես դաշինքով էլ գնանք ընտրությունների։ Եվրոպական կուսակցությունը հենց որպես եվրոպական կուսակցություն պետք է լինի, ոչ թե ես անձամբ լինեմ ինչ-որ մի ցուցակում։ Ինձ համար այստեղ դա էր կարևոր։ Մեզ մերժեցին եւ ես հրաժարվեցի այդ պայմաններում շարունակել մեր համագործակցությունը։ Հերթով անդրադառնամ այս փոքրիկ հատվածում սույն պարոնի արտահայտած բոլոր ստերին։ Սուտ համար 1. Բևեռը չի ստեղծվել որպես սասնածռեր եւ Եվրոպական կուսակցության դաշինք, ինչպես պնդում է տվյալ անձը տեսանյութում։ Բևեռը ստեղծվել է որպես վերկուսակցական շարժում, որին կարող էր աջակցել հասարակական, քաղաքական ցանկացած գործիչ, ով ընդունում էր շարժման կողմից հռչակված նպատակները։ Շեշտում եմ, ոչ մի դաշինքի մասին այնտեղ խոսք երբեք չի եղել։ Սուտ համար 2. Բևեռի նախաձեռնող խմբի անդամների մեջ չի եղել Ալեք Ենիգոմշյանի անունը, ինչպես ստում է սույն պարոնը։ Շարժման ստեղծման ակունքներում եղել են Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գարեգեն Չուգազյանը, Արա Պապյանը, Ալբերտ Բաղդասարյանը, Եղիշե Պետրոսյանը, Արմենակ Կյուրեղյանը, Արկադի Վարդանյանը եւ այլ քաղաքական, հասարակական մշակույթի գործիչներ, որոնց չեմ նշել, ներողություն եմ խնդրում, չեմ մտաբերել Հայաստանից եւ Սփյուռքից, սակայն կրկնում եմ, այնտեղ չի եղել Ալեք Ենիգոմշյանը։ Սուտ համար 3.
Սույն պարոնը եթերում պնդում է, թե պայմանավորվել էին դաշինքը պահպանել ընտրությունների համար։ Ինչպիսի ամբիցիաներ, ինչպիսի հեռուն գնացող ծրագրեր։ Փաստ եմ, Բևեռը ստեղծվել է 2020 թվականի մայիսի 15-ին, երբ ընտրությունների մասին խոսք անգամ չկար եւ շարժման հռչակագրում նշված էր, որ գլխավոր նպատակը վերկուսակցական համախմբման միջոցով քաղաքական ճգնաժամի հաղթահարումն է։ Հետևաբար Բևեռը որևէ մեկի հետ ընտրություններին մասնակցելու թեմայով դաշինք չէր կարող կազմել եւ չի կազմել։ Դա կհակասեր շարժման նպատակներին։ Երբ 2021 թվականի գարնանը հայտարարվեց արտահերթ ընտրությունների մասին, շարժումը ստիպված եղավ գրանցվել որպես կուսակցություն, քանի որ Հայաստանում ընտրական գործընթացներին մասնակցելու միակ ձևը դա է։ Իսկ ընտրություններին մասնակցելու միակ նպատակն էր երկրի գլխավոր ամբիոնն օգտագործելով իրազեկել ժողովրդին դավաճան իշխանության օր առաջ հեռացման անհրաժեշտությունը, եւ Բևեռը պիտի հանդես գար ոչ թե կուսակցական ամբիցիաների ցուցադրումով, այլ այս կարևոր մեսիջը ժողովրդին հասցնելու համար։ Իսկ սույն պարոնը պարզվեց նման նպատակներ չուներ։ Օգտվելով առիթից նա փորձում էր տաքուկ տեղ ապահովել իր համար ազգային այդ ախոռում։ Ահա սա էր Բևեռի մյուս անդամների եւ Խզմալյան Տիգրանի տարբերությունը։ Ինչպես ասում են, նայած ում համար ինչն էր գլխավորը։ Հատուկ նշեմ, որ Բևեռի ընտրական ցուցակում չէին ընդգրկված խորհրդի անդամների մեծամասնությունը։ Այդ մարդիկ տաքուկ տեղի կռիվ չէին անում, ինչպես սույն ստախոսը։ Սուտ համար 4։ Խզմալյանն ասում է, թե Բևեռում դեմոկրատական մասն ապահովում էր իր եվրոպական կուսակցությունը, իսկ ազգային մասը Սասնա-Ծռերը։ Եթե հավատանք նրան, ապա ստացվում է, որ իր հեռանալուց հետո Բևեռը չէր կարող ունենալ ժողովրդավարական սկզբունքներ, այլ պիտի միայն ընդգծված ազգային լիներ, բայց շարժումն իր տեսակով ի սկզբանե եղել է ու կա ժողովրդավարական, իսկ բովանդակությամբ ազգային։ Ու դա բացարձակ կապ չունի նրանում ընդգրկվող գործիչների ընտրած ուղղությունների հետ։ Ստախոսության մեջ թաթախված այս պարոնը գլուխ է գովում, թե միշտ ձգտել է միաբանել, համախմբել, իսկ Բևեռը դու մի ասա, ատում է բոլորին ու տալիս անուններ՝ Հայրիկյան, Խուրշուդյան։ Հայ հանրությունը լավ գիտի, թե ում հետ է սովորաբար միաբանվում պարոն Խզմալյանը։ Բոլոր նրանց, ովքեր պարբերաբար սեղմում են Գերագույն գլխավոր դավաճանի ձեռքը եւ բոլոր եթերներում արդարացնում նրա դավաճանությունները, ահա թե ում հետ է միաբանվում։ Իսկ Բևեռը բոլոր տարաձայնություններով հանդերձ Հայրիկյանին մշտապես հրավիրում է իր նախաձեռնած միջոցառումներին։ Վերջինը փետրվարի 18-ի ապստամբությանը նվիրված միջոցառումն էր, որին պարուր Հայրիկյանը ոչ միայն ներկա էր, այլև որպես պատվավոր հյուր ելույթ ունեցավ ամբիոնից։ Իսկ ինչ վերաբերվում է Հովսեփ Խուրշուդյանին, ապա սույն ինքն է պարբերաբար հարձակումներ գործում Բևեռի ու Բևեռի առաջարկած հայակենտրոն ռազմավարության վրա, որը 180 աշճանով տարբերվում է նիկոլական հանձնվողականությունից, բայց դա առանձին հաղորդման թեմա է։ Շարունակելով զրպարտել Բևեռին, Խզմալյանը պնդում է, թե Բևեռը մշտապես թքում եւ պատռում է իր ստորագրած համաձայնագրերը։ Ըստ երևույթին նկատի ունի 2023 թվականի փետրվարին տեղի ունեցած քաղաքացիական, հասարակության եւ ժողովրդավարական ուժերի համաժողովը, որին հրավիրված էր նաեւ Բևեռը։ Համաժողովը քննարկման արդյունքում հայտարարություն տարածեց, որը ստորագրվեց նաեւ Բևեռի կողմից, սակայն վերապահումներով։ Սույն պարոնին հիշեցնեմ, որ համաժողովի ընդունած հայտարարությունը Բևեռը ոչ թե պատռել է, այլ ստորագրել է 2 վերապահումով։ Նշեմ դրանք։ Առաջին կետով համաժողովն առաջարկում է Հայաստանի Հանրապետությունն ինտեգրել Արևմուտքի ռազմաքաղաքական համակարգերին, այդ թվում Եվրամիությանը, որպես լիիրավ անդամ։ Բևեռի վերապահումը հետևյալն էր, որպես լիիրավ անդամ բառերից հետո ավելացնել, ինչպես նաև ԱՄՆ ՆԱՏՕ-ի ոչ անդամ գլխավոր դաշնակցի կարգավիճակի ձեռքբերումը, միտքը, եւս մեկ վերապահում։ Երկրորդ կետի վերջում ավելացնել հետևյալ նախադասությունը. վստահ ենք, որ նման ինտեգրացման նախընթացը պետք է լինի հապկում, ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում եւ դրանց արդիր կառույցներում Հայաստանի Հանրապետության անդամության կասեցումը, ապա եւ դադարեցումը։
Ահա այսպիսի երկու վերապահումով Բևերը ոչ թե պատռեց, այլ ստորագրեց այդ հայտարարությունը։ Պարոն հասարակության ծաղիկ սենյոր Պապագատո Խզմալյան։ Ահա ինչպես է փորձում Խզմալյանը կարճ եթերն օգտագործելով հանրությանը ստեր մատուցելով ցեղ շպրտել նրանց վրա, ում ատում է ինքը։ Ու զարմանալի չի, թե ինչու են նույնքան ստախոս մանիպուլյանտ Նիկոլի հետ նրա ձեռքսեղմումներն այդքան ջերմ ու հաճախակի։ Փաստորեն նրանք շատ ընդհանրություններ ունեն։ Բևերն աղանդ է, ասում է սույն գործիչը ռուսական ծագումով այս հաղորդման բլոգերներին։ Նախ հիշեցնեմ ռեժիսոր Խզմալյանին աղանդ բառի բուն բովանդակությունը։ Դա տվյալ եկեղեցու դավանանքից շեղված կրոնական ուսմունք է։ Աղանդավորական կազմակերպություններն իրենց առաքելությունից շեղվածներ են։ Իսկ Բևերում ընդգրկված անհատները տասնամյակների ընթացքում երբեք չեն շեղվել իրենց գլխավոր առաքելությունից, անցել են բանտերի, հալածանքների միջով, բայց մնացել են անդրդվելի, ու հենց սա է, որ նրանց շուրջը հավաքել է գաղափարի նվիրյալների։ Բևերը կուռ, գաղափարական մարդկանցից կազմված կառույց է, իսկ գաղափարական մարդուց հզոր երևույթ գոյություն չունի։ Բազմաթիվ փորձերը շարժումը վարկաբեկելու, նրան վնասելու, անգամ քանդելու ձախողվել են բախվելով այդ հզոր երևույթին։ Եվ եթե այս վնասատուները Բևերին աղանդ են կոչում, ապա դա ոչ այն ինչ է, քան իրենց ձախողումներն արդարացնելու պատճառ։ Ինչևէ, դիտենք եւս մի հատված այս անհաջողակ պարոնի բարբաջանքից։ Համար ամեն ինչ պարզ դարձավ, երբ որ այն տելեթոնների հանգանակությունների հավաքելու գործընթացում ես տեսա, որ իրենց այնտեղ օգնում եւ համակարգում է ոչ այլ ոք, քան Հարութ Սասունյանը։ Դաշնակցական։ Նա ոչ միայն դաշնակցական է, նա, եթե հիշում եք, Քրքորյանի գործակատարն էր եւ փաստորեն այն միլիարդը, որը կերավ Ռոբերտ Քոչարյանի կառավարությունը, դա անցնում էր Հարութ Սասունյանի միջոցով, ու Հարութ Սասունյանը հիմա մերժում է դա եւ արդարացնում է Քոչարյանին, այսինքն ինչ կապ ունի Բևերը, որը այդպիսի գեղեցիկ կարգախոսներով է գործում։ Լավ, հիմա Բևերի մասին չի հաղորդումը։ Իմ համար այդ նույն նեոդաշնակ Կներեք մի հատ հարց ես տամ, էլի։ Այստեղ Բևերից ենք խոսում, չէ՞, հենց այդ նույն տելետոնը դա Հայաստանի Հանրապետության օրենքների կոպտագույն խախտում է, որովհետև Հայաստանում գրանցված քաղաքական կուսակցությունը իրավունք չունի հանգանակություններ հավաքել Հայաստանի սահմաններից դուրս ու ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից։ Իսկ կարելի է հարցնել, իսկ ինչի համար են հավաքում այդ ահռելի գումարները, խոսքը գնում է $200,000 մասին։ Գիտեք, ես որպես կուսակցապետ պարտավոր եմ ամեն մի դրամի համար պատասխանատվություն եւ հաշվետվություն տամ հակակոռուպցիոն կոմիտեին, որը զբաղվում է կուսակցական բաներով։ Ես պարզապես ապշում եմ, մենք երբ որ գումար է առաջանում, մենք բաժանում ենք փախստականներին, Արցախի փախստականներին, իրենք գումարներ են հավաքում եւ ինչպես է դա ամիսներով ինչ որ վրան են խփել օպերայում Նիկոլ Դավաճան կարգախոսով եւ այնտեղ է փաստորեն ծխում օդի մեջ այդ իրենց հավաքածները ինչ են իրենք անում ժողովրդի համար։ Նկատեցիք ինչպիսի նրբությամբ է պարոն ռեժիսորը Բևերին կապում դաշնակցականների հետ եւ հետո խորամանկորեն թեման տանում դեպի Քոչարյան։ Բևերը Հարութ Սասունյանի փաստաբանը չէ, բայց հանուն արդարության հարց տանք։ Հարութ Սասունյանն է մեղավոր, որ Քոչարյանը կերել է Քրքորյանի միլիոնները։ Երևի պարոնը տեղյակ չի, որ Սասունյանն ապրում է ժողովրդավար երկրում, եւ եթե պարզվեր, որ նա թեկուզ մի ցենտ կերել է այդ փողերից, վաղուց պատասխանատվության ենթարկված կլիներ։ Այո, Բևերի Լոս Անջելեսյան գրասենյակը հրավիրել է Սասունյանին իր միջոցառմանը, ով հարգելով հրավերը ներկա է գտնվել, ընդամենը դա։ Դիտենք ԱՄՆ մեր գրասենյակի պատասխանատուներից Մարգարիտա Խլղացյանի պատասխանը մեծ մանիպուլյատոր Խզմալյանին։
Միևնույն ժամանակ նաև ուզում եմ նշել Հարութ Սասունյանի հետ կապված, որ ասում է դաշնակների հետ BVR-ը միշտ միասնության կոչ է արել, բայց որ դաշնակներն են իբր փող տրամադրել BVR-ին, Հարութ Սասունյանին է համարում, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, Հարութ Սասունյանին հրավիրել ենք մենք, խնդրել ենք ներկա գտնվել մեր միջոցառման եւ Հարութ Սասունյանը ոչ մի սենտ ազգային ժողովրդավարական BVR-ին չի տվել, ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, այնպես որ այդ բլոգերների մոտ ինֆորմացիա տալուց առաջ, սուտ կեղծ ինֆորմացիա տալուց առաջ լավ կլինի ավելի մի քիչ զգուշ լինեք, որովհետեւ այն մարդիկ, ովքեր վկա են եւ իրականությանը, ճշմարտությանը տիրապետում են, դա բարձրաձայնելու են։ Տղաներ ջան, պիտակավորելու, բամբասելու փոխարեն փորձեք ինքներդ ունենալ նվիրյալների այդպիսի կուռ բանակ, այնքան կուռ, որ սնվեք իրենից, որ իր վերջին կոպեկը տրամադրի ձեր դրամահավաքին, իր իսկ որոշմամբ, իսկ եթե չեք հաջողում, մի նախանձեք ուրիշներին, ովքեր հաջողում են, որովհետև այդ հաջողությունը մեր պետության խնդիրների լուծման ճանապարհն է, որքան հաջողենք, այնքան կհաջողի Հայաստանը։ Այս 30 եւ ավել տարիների ընթացքում չի եղել մի ուժ, քաղաքական ուժ, ով ԱՄՆ-ում պաշտպանի Հայաստանի պետական շահերը, ընդգրկելով դրանում լուրջ լոբիստական կազմակերպությունների։ Այդ կերպ են նորմալ պետություններն իրենց արտաքին քաղաքական հարցերը բարձրացնում ու առաջ տանում։ Իսկ դա թանկ հաճույք է, սակայն ավելի թանկ չէ, քան մեր հայրենիքը։ Ու դա հայ ժողովուրդը գիտակցում է։ Ու հենց այդ գիտակցումից է հավաքվում ձեզ այդքան նեղություն տված $200,000։ Եվ ի վերջո BVR-ը պարտավոր չէ ֆինանսական հաշվետվություն տալ ձեզ, պարոն Խզմալյան։ Այդ դրամահավաքը, որն այդքան ցավ է պատճառել ձեզ, ընթացել է ուղիղ եթերում, բաց ու թափանցիկ, անուններով։ Ու ընդհանրապես ուրիշի փողերը հաշվելը նույնպես ներքին անդաստիարակության դրսևորում է։ Խորհուրդ կտամ զբաղվել լուրջ գործերով, պարոն։ Մեր հայրենիքը վտանգված է, իսկ դուք ընկել եք դավադրությունների գիրկը։ Եվ վերջում ամենաաբսուրդը, լսենք։ 44 օրյա պատերազմի ժամանակ, երբ ես 7 օր, 8 օր, 10 օր հարցնում էի Ժիրայր, երբ ենք գնալու, եւ նա շարունակա ասում էր, որ մենք բիգապ կսպասենք, որ երթանք, ես հետո թքեցի, գնացինք նույն իրենցից ով եկավ։ Այս պահին ներկայացնում են պատերազմի 16-րդ օրը, հոկտեմբերի 12-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արտախորհրդարանական ուժերի հանդիպման ժամանակ իմ եւ նրա խոսակցության մի հատված։ Ես դիմել եմ վարչապետին եւ ուղիղ հարց տվել, թե ինչու թույլ չի տրվում, որ մեր կամավորները պատրաստվեն եւ մեկնեն ճակատ։ Ստորև կայացած խոսակցության գրեթե բառացի վերարտադրությունը։ Վարուժան Ավետիսյան։ Ինչու չի լուծվում մեր կամավորների մեկնելու հարցը։ Նիկոլ Փաշինյան։ Ես ձեզ անկեղծ կասեմ, կա մտավախություն, որ կոնկրետ Սասնա ծռերին ռազմաճակատ ուղարկելը կարող է խնդիրներ առաջացնել, որ նրանք կարող են դուրս գալ վերահսկողությունից։ Պարոն վարչապետ, այսինքն ապրիորի կա մեղադրանք։ Ոչ, ապրիորի մեղադրանք չկա, կա մտավախություն, այդ մտավախությունը բխում է ձեր շրջանակի, ձեր աջակիցների հայտնած տեսակետներից, ինչ-որ բաներ անելու վերաբերյալ կարծիքներից։ Փաստորեն կա ապրիորի մեղադրանք։ Ոչ, կա մտավախություն, որ պետք է փարատվի, անկեղծ ասած, անձամբ ես այդքան էլ այդպես չեմ պատկերացնում, բայց իմ շրջապատում կան մարդիկ, որոնք կարծում են, որ Սասնա ծռերն առաջնագծում հայտնվելուց կարող են անգամ պատժիչ գործողություններ կատարել։ Բայց փարատելու համար հարկավոր է, որ լինի կոնտակտ, որպեսզի հնարավոր լինի հանդիպել եւ պարզաբանել։ Այո, պետք է, կլինի կոնտակտ եւ հնարավորություն մտավախությունը փարատելու համար։ Պատերազմից հետո ես արդեն բոլորովին այլ մարդ եմ, գիտեք, վերադարձել եւ չեմ էլ ուզում այդ մասին խոսել։ Եթե կարելի է մի բան ասեմ, պարոն Խզմալյան, շատերը չգիտեն դրա մասին, ուրեմն ես օրինակ, ասենց ասեմ, 2020 թվականի պատերազմի ժամանակ իմ վերաբերմունքը, իմ հարգանքը ձեր հանդեպ բավականին փոխվեց դեպի լավը, որովհետև դուք այն մարդն եք, որ մասնակցել եք մարտերին ու ոչ մի անգամ դրա մասին չեք բարձրաձայնել, երևի առաջի անգամ մտածանք, որ մասնակցել եք ու չեմ տեսել ոչ մի հատ սելֆի կամ այլ նկարներ Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողությունների ժամանակ։ Ի տարբերություն պիկապների եւ այլն եւ այլն եւ այլն։
Անկեղծ ասած, Խզմալյանի պատերազմին մասնակցելու թեման շատերի համար վերջին տարիների հումորային թեմաներից է։ Շատերի մոտ այն ժպիտ, իսկ ոմանց մոտ էլ խղճահարություն է առաջացնում։ Այնպիսի տպավորություն է, թե այդ մարդն այնքան է զարմացած իր պատերազմ գնալու վրա, որ տարիներ շարունակ բոլոր հարթակներից գոռում է, թե իմացեք, ես գնացել եմ պատերազմ, հասկանում եք, ես գնացել եմ պատերազմ։ Եվ մտաբերում ես, որ պատերազմից ահագին հետո այս մարդը երկար ժամանակ բոլոր միջոցառումներին ներկայանում էր ռազմական հագուստով, կարծես դրանով ինքն իրեն համոզում էր, որ դա իրականություն է։ Դա զավեշտալի էր հատկապես այն պատճառով, որ իր կողքին կային լուրջ ռազմական ուղի անցած մարդիկ։ Այո, խոսքը Ժիրայր Սեֆիլյանի մասին է։ Կյանքից խռոված ու այդպես էլ չհասունացած այս մարդը Սեֆիլյանին ռուսական ծագում ունեցող հաղորդման բլոգերների մոտ ներկայացնում է որպես պատերազմից խուսափող մեկը։ Մի մարդու, ով Արցախ է ազատագրել, մի մարդու, ով դեռ պատանի հասակից Լիբանանում զենքը ձեռքին հայկական թաղամասեր է պաշտպանել ու լավ գիտի ռազմական գործը, լավ գիտի զինվորի արժեքը եւ պիկապը այդ զինվորի կյանքը փրկելու գործիքներից մեկն է։ Դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ պատերազմից ընդամենը 1 տարի անց Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց ժողովրդին խնդրելով իրեն պիկապներ տրամադրել։ Միայն ռազմական գործից անգրագետ մարդը կարող է եթերում պիկապի թեման ծաղրել։ Պարոն ռեժիսոր, նա, ում ձեռքը դուք պարբերաբար սեղմում եք, Շուշին հանձնողն է, իսկ նա, ում պարբերաբար բամբասում եք, Շուշին ազատագրողն է։ Մյուս կողմից արձանագրենք, որ իրեն արվեստագետ համարող այս մարդը եթերում ծաղրում է Սեֆիլյանի արևմտահայերենը։ Վայ գա մեր գլխին, եթե դու ես այս երկրի արվեստագետը։ Մեր ապագա ազգային պետության կրթական ծրագրի պարտադիր մաս պիտի լինի արևմտահայերենը։ Հնարավոր է այն սահմանադրության մեջ լեզվի մասին օրենքում իր տեղն ունենա։ Հաղորդումը դիտելուց հետո ես որոշեցի խոսել պարոն Սեֆիլյանի հետ Խզմալյանի ասացների մասին։ Պարզվեց հետևյալը. այո, Խզմալյանը շտապեցրել է Ժիրայր Սեֆիլյանին Արցախ մեկնելու, սակայն պատճառը մարտերին մասնակցելը չէր։ Նա հուշել է Սեֆիլյանին, որ պիտի շտապ մեկնել, հասցնել այնտեղից սելֆի անել, որովհետև ուշադրություն, վաղ մյուս օրը ընտրություններ կարող են լինել ու այդ արձանագրումները շատ պետք կգան PR-ի համար։ Ահա Խզմալյան պատերազմի հերոսի կերպարը, անկեղծ ասած ինձ սա ուղղակի ցնցեց։ Ռուսական ծագումով հաղորդման բլոգերի մտքի փայլատակումներից եւս մի հատված։ Օրինակ, ասենց ասեմ, 2020 թվականի պատերազմի ժամանակ իմ վերաբերմունքը, իմ հարգանքը ձեր հանդեպ բավականին փոխվեց դեպի լավը, որովհետև դուք այն մարդն եք, որ մասնակցել եք մարտերին ու ոչ մի անգամ դրա մասին չեք բարձրաձայնել, երևի առաջի անգամ մտածանք, որ մասնակցել եք ու չեմ տեսել ոչ մի հատ սելֆի կամ այլ նկարներ Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողությունների ժամանակ։ Ի տարբերություն պիկապների եւ այլն եւ այլն եւ այլն։ Ներկա բացակա Երևան, ներկա, Գյումրի, հոսեմ ես, Գորիս, Վանաձոր, Գավառ, ճիշտ այնպես, Կապան, Արմավիր, Մեղրիվ, Աղարշապատ, Խրամատ եւ Դիրք, Տնданոտ, ավտոմատ, Արթիկ, Ապարան, Վեդի, Լորիբերտ, Հադրուտ, Իջևան, Շուշի, Մարտակերտ, այստեղ ենք միասին, մի ազգ, մի բանակ, սփյուռքն էլ կհասնի, կդառնանք քանակ, այստեղ ենք միասին, մի ազգ, մի բանակ, սփյուռքն էլ կհասնի, կդառնանք քանակ, Աբովյան եւ Բերտ, Բեյրութ եւ Լոս, Փարիզ, Ստեփանակերտ, բոլորն են հոս։ Աբովյան եւ Բերտ, Բեյրութ եւ Լոս, Փարիզ, Ստեփանակերտ, բոլորն են հոս։ Մենք գրում ենք այսօր պատմության նոր էջ, Արցախը հզոր Հայաստան է եւ վերջ։ Հայտնի չի, բլոգերն իսկապես անտեղյակ է, թե Խզմալյանի կերպարը բարձրացնել էր պետք Սեֆիլյանի մոտ չափազանց խղճուկ չերևալու համար։ Չէ որ Խզմալյանը Արցախում գտնվելու ընթացքում զբաղված էր սելֆիներով ու դրանք համացանցում ցուցադրելով։ Վաղվա ընտրությունների PR-ն ապահովված է։ Ինչքան պիտի ճղճիմ ու նենգ լինի մարդը, որ այս ամենը իմանալով նայի մարդկանց աչքերի մեջ ու ստի։ Ստախոսությունն այս մարդու բնույթն է
եւ զարմանալի չի, որ բոլորովին վերջերս Երևանի ընտրություններից առաջ նա մի դաշինք էլ կնքեց Հնչակյանների ու Նիկոլի սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ միասին մասնակցելու համար եւ նորից ավարտվեց նույն բանով վերջին օրով նա այսպես ասած քցեց իր գործընկերներին դուրս գալով դաշինքից ու տապալելով նրանց մասնակցությունը այդպիսին է Տիգրան Խզմալյանը եթերում կրկին հակաբլեֆներ հեռու մնացեք քաղաքական բլեֆներից Բաժանորդագրվեք ազգային ժողովրդավարական բևեռի YouTube-յան ալիքին